Հիշում եք, որ իմ հաղորդաշարման մեջ ես ասացի, որ նարկոտիկը վխտում է Հայաստանում։ Ուրեմն մի 10 օր առաջ հարցում եմ արել Էջմիածին քաղաքում իմ մոտիկների միջոցով համարյա 30% ժահելությունը նստած է սինթետիկ նարկոտիկի վրա։ Ու ոչ մեկի ուղեղը չի աշխատում, հիմարացած մարդիկ, դա ես հələ մենակ Էջմիածին ու գյուղերի մասին եմ խոսում, Երևանի մասին դեռ չեմ խոսում, որ օֆիցիալնի մարդիկ գալիս են իջնում են կլուբներ, կլուբում դրած բացած զուգարաններում ամբողջ ժահելությունն է, այսինքն իրանք ամեն ինչի ընդունակ են, որ իրանք մենակ չտան իրանց աթոռը, այսինքն այսօր ժողովրդին տանում են մահվան, ջահելներին կործանման, որ կարենան իրանց վլաստը պահեն։ Այսինքն մեկ ասեք ոստիկանապետը չի պայքարում անի թմրանյութերի շրջանառության դեմ, որ իրանք իշխանություն չկորցնեն։ Եթե ոստիկանությունապետը պայքարեր, օֆիցիալնի 40%-ով աճք ունենար նարկոտիկը։ Պուճուր Երևանում, որ սա գործ տվող են 90%-ը, չեն իմանում ով է դեղ ծախում, Սարա ջան։ Դու հավատում ես դրան։ Մեկը մեկի տակ սաղ աշխատում է 1000 դրամով սաղ գործ են տալի։ Ուրեմն չեն իմանում, որ կլուբում են դեղ ծախում, ով է դեղ ծախում, ով է բերում, հավատում եք դուք դրան, Զարա։ Նուժելի դուք տենց միամիտ ժուրնալիստ եք։ Բայց դա անում են որ ինչ, որ իշխանություն։ Որ ես Մոսկվա քաղաքում։ Կարող է ասեք, լսեք, ես Մոսկվա քաղաքում 10 օրվա մեջ իմացել եմ քանի հատ բարիկ կա, ում դեղն է, ոնց են ծախում, ստեղից իմ ռաստեդվինին եմ արել։ Ուրեմն ամբողջ ոստիկանությունը չի կարող իմանա։ Էս ինչ եք ասում։ Տվեք այդ տվյալները հրապարակենք, պարոն Ասատրյան։ Մենք հո դրանցպես գործտվող չենք, մենք կարանք գործտվող չենք, բայց մենք կարանք մեզնով պայքարենք, մենք կարանք մեր միջոցով պայքարենք այդ նույն դեղ ծախողների դեմ, դրանց մռութները ջարդելով։ Պարոն Ասատրյան, իսկ հնարավոր է Իսկ ինչ որ վերաբերվում է Արամ Հովհաննեսյանին, ասում եք հատուկ վերաբերմունք ունեք, չէ՞։ Արամ Հովհաննեսյանը հատուկ եկել է Էջմիածի, վարչության պետ, հատուկ մեր ընտանիքի համար։ Առաջի օրն եկել է, երկրորդ օրը ինձ կանչել է իր մոտ։ Գնացել եմ, տեսել եմ իրան ու հասկացել եմ, որ այս մարդն եկել է հատուկ զադաչայով, որ մեր ընտանիքին վնասի։ Ու ինքը հասել է Իրանին, վնասել է, իմ աղբորս վնասել է, իմ աղբոր սպանողներին ճանապարհել է իր ձեռով, սաղ գիտենք մենք։ Ինքը հասկանում եք, ինքը գիտի ինչ թշնամություն արել, ոչ թե մենակ իմ հանդեպ, ամբողջ հայազգի հանդեպ։ Այսինքն, դա ես իմ մասով եմ ասում։ Այսինքն, դուք չեք տեսել, թե նա ինձ ձևի է վերաբերվում հայազգի կանանց մայրերի, որոնք զոհվածների մայրեր են, որ կամանդա տալի այդ կարմիր գլխակավներին, որ նրանց կրծքերից քաշեն, մազերից ծեծելով բերեն։ Այսինքն հայ տղամարդը, որը որ կառավարում է ամբողջ այդ կազմը, կարա պրիկաստա, որ հայ կնոջ կրծքերից, որ երեխեն թաղվել է այդ ազգի համար, որ երեխեն մահացել է այդ հողի համար, քաշեն ծեծելով պոլերից, գերեզմաներից, բերեն տանեն միլիցիա, դուք հասկանում եք մենք ուր ենք հասել։ Այլևս մենք տեղ չունեն գնալու, դրա համար ապրում ենք այնպես, ինչ որպես ապրում ենք։ Նարկոմաններ, պրոստիտուտկեք, կեղտել էտմա, 70% բաժանություն, իրար մորթել, չկա հարգանք, չկա ավտորիտետ երկրի մեջ, չկա մարդ, որը կարա սանձի, ով առավոտ զարթնումա տնից դանակը վեկալում դուսա գալի, զենքը վեկալում, ամեն օր սպանություն, ամեն օր փրթել, ոչ մեծ կա, ոչ պուճուր կա, լրիվ հավասարացրել են հողին ամեն հարաբերությունների մեջ հայազգը, բայց շատ քիչ է մնացել, հավատացեք ինձ։ Մի քանի հարց առաջացավ, պարոն Ասատրյան, վարկած կա, որ քրեական հեղինակությունների նկատմամբ այս իշխանությունների բացասական վերաբերմունքով է պայմանավորված, որ փողոցում այդ վիճակն է, որ ժամանակին ինչ որ մեխանիզմներ կային վերահսկելու, հա, որ ասենք, չգիտեմ, ինչ որ տեղերում հնարավոր չէր թմրանյութ վաճառել օրինակ, որովհետև չէին թույլ տա հենց տեղի, ասենք, այդ բանի շրջանի կամ այդ տարածքի նայողներ։ Կա տենց բան թե չէ։ Տեսեք Զարա ջան, ես 2008 թվին 3 միլիոն ժուրնալին 2008 թվին այսօրվա մասին խոսացել եմ, որովհետև միշտ ասել եմ Հայաստանում բժիշկը պետք է բժիշկ լինի, մուզիկանտը մուզիկանտ, փողոցի տղա։ Օրինակ եմ բերել 88, 89, 86 թվականներին, որ ամբողջ փողոցներում կային հարգված տղաներ,
որոնք սանձում էին, գողություն չէր լինում, իրար դանակով չէին խփում, իրար զենքով չէին խփում, գիտեին, որ այդ լավ տղան կանչելու է ու ընդհանուր ամբողջ քաղաքը թքելու է դրա երեսին եւ պատժի։ Չկա այսօր պատիժ եւ չկա գիտես ռուսերը լավ բառ Ուր են այդ տղերքը։ Սպրոս, նետու սպրոսը։ Այդ տղեկին Ո՞ր սաղին։ են այդ տղերքը, ինչ եղան։ Այդ տղեկի գլուխը կերան Զարա ջան։ Ինձ քանի տեսակ Հայաստանում ինձ էլ են չէ ուզում սպանեին, տեսակ։ Տեսակ չէ իմ դեմ փորձը որ կազմակերպել էին Կասպարյան Վովայով, բանով այդ սաղ կազմով, ազնակազմով հիշում եք։ Ես որ եկել են ինձ սպանեն։ Հիշում եք։ Ցուցմունքը գրած էր։ Ցուցմունքի մեջ դատարանում կարդացել են $300,000 են տվել, որ այդ մարդիկ գան, ինձ սպանեն ու դասուդա։ Իմ երկրում ես եկել եմ 10 օրով պետք է ինձ սպանեին։ Ես եկել եմ իմ երկիր, որ իմ երկրում հանգստություն զգամ։ Վերջում իմ սպանողները, դայ բոք իմ զդարովյա, գնացել են հանգիստ իրանց երկիրում ման են գալի, ես 3 տարի 8 ամիս դատվել եմ նրա համար, որ ինձ ուզեցել են սպանեն։ Դուք տես բան ձեր կյանքի մեջ լսել եք։ Պարոն Ասատյան, բայց բոլորի նկատմամբ չեն տենց մեթոդներ կիրառել, բոլորին են, չգիտեմ, նստացրել։ Հիմա տեսեք, ես որպես մի շարժիչ ուժ, ձեզ օրինակ եմ բերում, Մեջմիածին քաղաքում, երբ որ մենք զգում էինք, որ մեկը իրան լավ չի պահում, մի հատ անշնորհքություն անում ես, մի սաստում էինք, չէ՞, մարդիկ գիտեին, որ հանգարց Աստված ոչանի։ Մի բան լինի, մարդիկ գիտեին, որ գալու է ասենք րոպե, որ Իրանից հարցադրում է լինելու, ասելու են ինչի համար դու մեծ մարդու վրա ձեր բարձրացրեցիր, ինչի համար կնոջ ուշունց տվեցիր, ինչի համար դու դեղ ցրեցիր, այսինքն պետությունը ամբողջ լծակներն ուզում է վեկալի իր վրա, ինչի համար, որտեվ Հայաստանը ունի 30% փողոցային ապրող, այսինքն ժողովուրդ։ Այդ փողոցային ապրող ժողովրդին, որ ընտրություններին բերեն իրանց ձայն տան, նրանք պետք է դնեն փողոցի իրանց տղաներին։ Իսկ այն մարդիկ, ովքեր դրովի են, ումը որ կոնտրոլի տակ են, կոնտրոլ են անում, իրանք չունեն ազատություն։ Այսինքն, եթե դուք ես չես ստեղծել որպես հզոր անձնավորություն, Փաշինյանն է բերե ինչ որ մեկին դրե փողոց, ասում այսօրվանից դու ես փողոցի տղեն կառավարում ես, բայց իրիկունը Բայց դա հնարավոր է տեխնիկապես, դա ո՞նց է հնարավոր, ասենք այդ մարդը եթե հարգանք չի վայելում, եթե ինչ որ հետագից չունի, եթե այդ ձեր ասած փողոցի կյանքով չի ապրել, ո՞նց է Հիմա տեսեք, դառնում։ փողոցի կյանքով ասենք ապրող տղաներ են եղել։ Արամ Հովանեսյանը կանչել է իր մոտ, տարել է, ասել է ուզում եք 20 տարի նստեք 210 հոդվածով, չէ։ Դե ուրեմն մեր հետ աշխատեք։ Ինձ ձեզ ասենք պետք է անեք ընտրություններին մեզ պետք է օգնեք, սաղ ով որ մեզ խանգարում է, նրանց երեխեքին, նրանց ընտանիքներին, նրանց սաղին տիպ պատժեք, ձեր համար լրիվ կանաչ լույս է, ձեր համար ամեն ինչ լավ է, ձեր հետևից չեն գալու, ինչով ուզում եք զբաղվեք։ Ով որ վիբրատոր է օգնի, մնացել է իրանց հետ աշխատում է, ով էլ չէ երկրից սվանել են։ Պարոն Ասատյան, իսկ ձեր եղբոր սպանության գործով ինչ որ առաջընթաց կա, ինչ որ բացահայտումներ եղել են։ Լսեք, եթե ես ձեզ ասեմ ոստիկանապետը անձամբ մասնակցել է իմ եղբոր սպանության գործի մեջ, այսինքն ինչ բացահայտում պետք է լինի։ Անձամբ ո՞նց, ինչ է նշանակում անձամբ։ Ինքն է ռուկավադիտարի ամբողջ process-ը։ Ես ձեզ որպես արդար ձևի ասում եմ, այսինքն իր դեմ է, որ ինքը ամբողջ օպերացիան ինքն է կազմակերպել սկզբից մինչև վերջ։ Դուք հիմա մեղադրում եք ոստիկանապետին ձեր եղբորը սպանելու մեջ, ես չեմ մեղադրում, ես միլիցիա չեմ որ մեղադրեմ, ես իր դեմն եմ ասում, որ դու իմ ընտանիքը քանդել ես, դու ես կազմակերպել, ես ֆակտերով գիտեմ։ Ֆակտերով ումական չէ, ինչ ասե, ում հետ ինչա պայմանավորվե, ոնց կաման տվե, որ բացեն ճամփեն մարդկանց ճանապարհեն, որին է ինչ ասե, սաղ ում հետ ինչ խոսացել է անգիր գիտեմ, ու լիքը իմ մոտ հարցեր կան, բաներ կան, ինքն էլ հիմա առավոտվանից իրիգուն աշխատում է, ստե թղթեր է ուղարկում, ինձի մեղադրում է, ես իմ սպանությունների մեջ, ասում է, դի մարդա, ստե ինչքան թուղթ կա ուղարկում է, ինձնից մենակ ուզում է պրծնի։ Հիմա էլ էդի քիչ է, կապնվել է ուրիշ կիլերների հետ, փողեր է տալի, որ գան Մոսկվա մթում ինձի սպանեն։ Օֆիցիալնիկ ձեզ ասում եմ, կիլերների հետ, չերես Ֆրանսիա, մարդկանց փողեր են տալի, որ գան ստե Մոսկվա ինձ սպանեն։
Ինչի համար, որ ինչ լինի։ Որ Ինչ են ուզում որ ստանալ բրցնեն ձեր ինձնից, մայրիկը։ այս մարդիկ վարվում են, որ ինձնից բրցնեն, հասկանում եք, եթե չունեն քո վրա լծակ, որ քեզ անջատեն կամ միացնեն, կառավարությունը իր ձեռն է։ Ինքը այսօր կառավարությունը օգտագործում է իր անձնական շահերի համար։ Ինքը հասկանում եք, եթե պետական մարմին լինեին, պետականա մտածելակերպ ունենային, այսինքն ունենային այն մտածելակերպը, որը որ պետությունը պետք է մեր, ասենք, աճեցնեն, այս մարդիկ մենակ մտածում են ոնց փող աշխատեն, ժամանակավոր ոնց փողերը տեղափոխեն արտասահման, հետո ոնց փախնեն իրանց երեխեքի հետ գնան, իրանց համար չկա ազգ գոյություն չունի, եթե մի մարդու համար ազգ գոյություն ունենար, այսօր 2.5 միլիոնոնոց ազգը, մի հատ Մոսկվայի ռայոնի չափ ազգը, սաղ ազգով պետք է հարուստ ապրեին, հայի այսօրվա ունեցած հնարավորությունը ու իր ապրածը Вообще անհասկանալի բան է։ Հայաստանը 2 տարուկեսվա մեջ կարելի է սարքել Դուբայի պես երկիր, այսինքն քյասիբ հայ պետք է չլինի, քյասիբ գյուղ պետք է չլինի, այսինքն 2.5 միլիոնը ի՞նչ է։ Պարոն Ասատյան, ճիշտ եմ հասկանում, ոստիկանապետը ձեր եղբոր սպանությունն է կազմակերպել։ Ինչի համար։ Ինչ է ստացել դրա արդյունքում։ Տեսեք ինչ է ստացել, ստացել է զամմինիստրի պաշտոն։ Պլյուս ստացել է այն բոնուսը, որ իրան թույլ են տվել, իրան ով որ վլաստի է բերե։ Իրան վլաստի չի բերե մենակ Փաշինյանը, իրան ես գիտեմ, հələ հերվից են եկե այդ բաները։ Ոչ պետք է անձնական բան է, իզուր չխորանանք, կյանք է։ Հիմա իրանք ինձ պատերազմ են հայտարարել, ամբողջ իրանց հասկանում եք, պետությունը կռվում է մի հատ անձի դեմ, պետական լծակներով, նայեք։